Բջնիի միջնադարյան հզոր ամրոցի պատմական միջավայրում հայտնվելու մուտքի տոմս կարելի է գնել մի քանի քառակուսի մետրանոց այս թիթեղյա տնակից, առայժմ։ Հետագայում լավ է լինելու հաստատ, տեսնում եք ինչ սիրուն շինություն ունենք, ամեն հարմարություններով։ Հարմարավետ մի քանի անգամ ավելի մեծ աշխատանքային տարածք կտեղափոխվեն, արդեն շուտով տեղեկատվական մոդուլային կենտրոնը գրեթե պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների։ Մեծ կարիք կա ենթակառուցվածքների համար, այցելուների խնդիրներ էր առաջանում, հիմա արդեն ավարտական փուլում է, ավարտից հետո բավականին մեծ հոսք է սպասվում։ Այցելուները ոչ միայն տոմսեր կգնեն այստեղից, այլև ցանկության դեպքում կկարողանան սրճել, թեյել, հուշանվերներ ձեռք բերել, օգտվել սանհանգույցներից։ Այսպիսի մոդուլային կենտրոններ են կառուցվում նաև Լոռիբերդում, Զորացքարերում, Հին Խնձորեսկում։ Կառավարության նպատակը միայն հուշարձանները հանրահրճակելը չէ, փորձում են զբոսաշրջիկների համար ստեղծել ավելի հարմարավետ, ներկայանալի միջավայր, միաժամանակ բարելավել արգելոց-թանգարանների աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Բնականաբար այս գործընթացը շարունակելի է լինելու եւ մենք նպատակ ունենք բոլոր այն հուշարձաններում, որտեղ որ մենք ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք եւ չունենք համապատասխան աշխատանքային պայմաններ անձնակազմերի համար, անպայման կառուցել այս կենտրոններից։ Սա մշակույթի տնտեսականացման քաղաքականության հերթական քայլերից է։ Արգելոց-թանգարանները հնարավորություն կունենան ավելի շատ միջոցներ ներգրավել ու եկամուտներն ուղղել իրենց կարիքների լուծմանը։ Հիմա շուրջ 1.7 միլիարդ դրամի գումար է հատկացվում պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար, որը որ աննախադեպ է եւ մենք երբևիցե չենք ունեցել նման ծավալի աշխատանքներ հուշարձանների տարածքներում։ Եվ միանշանակ բոլոր վճարողները, տոմս գնողները պետք է ամեն այդ տոմսը գնելուց հասկանան, որ դրանք վճարում են մեր ժառանգության պահպանման համար։ Բջնիի ամրոցը տարեկան միջինում 15000 այցելու ունի։ Անցած տարի ավարտել են նաև Բերդ հասցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Հիմա այստեղ սպասում են ոչ միայն ավելի շատ զբոսաշրջիկների, այլև ավելի երկար մնացող հյուրերի։ Եվ հանգստյան գոտիներն են ավելանում եւ արդեն հյուրատներ, մարդիկ նույնիսկ իրենց տները վերաձևավորում են հյուրատներ դարձնելու համար, այսինքն կողքից եկամուտներ ստանալու համար։ Արգելոցի թիմը վերջերս է համալրվել, հիմա արդեն նաև զբոսավար ունեն անգլերենին, ռուսերենին տիրապետող։ Առաջին փորձը եղավ հենց մայիսի 9-ին։ Դե արդեն նրանից հետո դպրոցի անձնակազմի եկան, հետո դե արդեն ուսանողներ ու դեռ ընթացքի մեջ է։ Անին հենց Բջնիից է, 7 տարի Երևանում սովորելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, հայ արտասահմանցի զբոսաշրջիկներին պատմելու Բջնիի բազմադարյա պատմությունը։ Առաջնային մտածում եմ, եթե կարող եմ օգնել առաջինը օգտակար լինել իմ գյուղին, ինչու չլինել։ Այստեղ մեծացել եմ, բոլորին ճանաչում, իրենց հետ աշխատելն ինձ ավելի հետաքրքիր ու հաճելի է։ Պահլավունիների պալատական սենյակ, Սուրբ Խաչ եկեղեցու ավերակներ, հացահատկի ամբար ու մինչև օրս պահպանված գաղտնուղի։ Երիտասարդ զբոսավարի համար սա պարզապես աշխատանք չէ, այլ հայրենի գյուղը նորովի բացահայտելու նոր հնարավորություն։